Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 7։ Քուրձ հագեք և սուգ արեք, ով քահանաներ, ողբացեք, ով զոհասեղանի ծառաներ, եկեք գիշերը քուրձերով անցկացրեք, ով իմ Աստծո ծառաներ, որովհետև ձեր Աստծո տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։ Հովել 1:13 խոսք։ Ժողովրդի վիշտը վերածվում է ապաշխարության և Աստծո առաջ խոնարհության։ Վշտի և ամոթի բոլոր նշաններով մեղքը պետք է խոստովանվի և սուգարվի։ Այս նպատակով պետք է նշանակվի մի օր, երբ մարդիկ պետք է հեռու մնան իրենց սովորական զբաղմունքներից, որպեսզի ավելի մտերմորեն մասնակցեն Աստծո ծառայություններին և պետք է հրաժարվեն ուտելիքից ու խմելիքից։ Ամեն մեկը մասնակցել էր ազգային մեղքին, բոլորը բաժին ունեին ազգային դժբախտությանը, ուստի յուրաքանչյուրը պետք է միանա ապաշխարությանը։ Երբ ուրախությունն ու ցնծությունը կտրվում են Աստծո տնից, երբ լուրջ աստվածապաշտությունը թուլանում է և սերը սառում, այն ժամանակ է Տիրոջը աղաղակելու ժամանակը։ Մարգարեն նկարագրում է, թե որքան ծանր է այդ աղետը։ Նա ժողովրդին մղում է աղաղակել Աստծուն, հիշեցնելով այն օրինակները, որոնք նրանց տրված են դրա համար։ Նրա սեփական օրինակը՝ «Քեզ եմ աղաղակում, ով Տեր», նրանց հորդորում էր անել այն, ինչին ինքն էր պատրաստ անել։ Նայեք, նույնիսկ կենդանիները տառապում են մեր մեղքերի պատճառով, իսկ ինչով են նրանք տարբերվում այն արարածներից, որոնք Աստծուն դիմում են միայն այն ժամանակ, երբ հաց ու գինի են ուզում, և բողոքում են, երբ իրենց հաճույքները պակասում են։ Բայց նույնիսկ այդպիսի ժամանակ նրանց Աստծուն դիմելը ամոթ է բերում այն մարդկանց համար, ովքեր ոչ մի դեպքում Աստծուն չեն դիմում։ Ինչ էլ որ պատահի այն ազգերի և եկեղեցիների հետ, որոնք շարունակում են ապրել անաստված կյանքով, կենդանի հավատացյալ մարդիկ մխիթարություն կգտնեն Տիրոջ մոտ, որովհետև Աստված կընդունի նրանց, մինչդեռ ամբարիշտները կործանվելու են նրա բարկությամբ։